Այսօր դեկտեմբերի 23-ին Երևանի ավականին անցկացնում է Երևան քաղաքի ավականու 5-րդ նստաշրջանի 4-րդ տարեվերջյան նիստը, որի ընթացքում ավականին կընդունի տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերը։ Նիստի շրջանակներում հիմք ընդունելով տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի 16-րդ հոդվածի առաջին և երրորդ մասերը, Երևանի քաղաքային իշխանությունները օրակարգ են ընդգրկել Երևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին և Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին զեկույցները։ Դրան շրջանակում Երևանի ավականին կրկին այս անգամ հաջորդ տարվա համար պետք է հաստատի քաղաքային տուրքերի և վճարների մասին նախագիծը, այդ թվում սկանդալային կարմիր գծերի թանկացման մասին նախագիծը։ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Գևորգ Ստեփանյանն արդեն հայտարարել է, որ այսօր ավականու նիստի ժամանակ դարձյալ բարձր վճարներով նախագիծ է ներկայացվելու քննարկմանը։ Հիշեցնենք, թե ինչումն է այս ծրագրի սկանդալային վիճակը։ Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին, սակայն 2023 թվականի տարեվերջին ընդունված Երևանի ավականու որոշմամբ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ A և B-ի։ Կարմիր գծերի A գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 հազար դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ B գոտում 24 հազար դրամ։ Շեշտակի թանկացան նաև մեկ ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները, օրինակ նախկինում մեկ ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից A գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ B գոտու համար 200 դրամ։